Եկել բան են էլի անում։ Հարգելի գործընկերներ, ես իհարկե վաղը խմբակցության անունից ելույթ կունենամ, բայց չէի կարող չանդրադառնալ ընդդիմության խելացի ներկայացուցիչների որոշ մտքերի, որոնք հատկապես ոգևորվել են վարչապետի կողմից կառավարության նիստում հնչած իմացության, այդ իմացության պակասի, կրթվելու, տգիտության եւ մնացածի շուրջ եւ այստեղ հատուկ հրճվանքով հատկապես այդ մասն էին շատ ցիտում։ Ես ուզում եմ հիշեցնել եւ արձանագրել հարգելի գործընկերներ եւ պարոն Խաչատրյան, դուք էլ խոսում էիք կառավարության ուրեմն գործունեության 7-ամյա արդյունքների մասին։ Ես Խաչատրյան մի խանգարեք։ Ես կարծում եմ եւ համոզված եմ, որ իթիվս այլ կարևոր բաների, այս կառավարության եւ այս քաղաքական մեծամասնության կարևորագույն տարբերություններից մեկն է նա, որ այսօրվա իշխանությունը ունի ինքնահայեցման ունակություն։ Եվ օրինակ վարչապետը օրինակ կարող է կառավարության նիստում կամ ազգային ժողովում կամ տարբեր առիթներով խոսի նաեւ մեր չիմացության մասին։ Օրինակ դուք ունեիք վարչապետ, նոր էլ անունը տվեցիք, պարոն Խաչատրյան, որն ասում էր քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չի։ Եվ դա ձեր վարչապետն էր։ Եվ այդ բավոն Թովիկ Աբրամյանը բա ձեր վարչապետը։ Չէ, ձեր իշխանության վարչապետն էր։ Կամ պարոն Խաչատրյան, ձեր մի ուրիշ, ձեր իսկական արդեն լիդերը։ Ինչպես բազմաթիվ առիթներ եղել է ասել, մի երկու բառի մեջ 3 թե 4 տարասխալ էր անում։ Արդեն խառնել եմ 3 թե 4 իրականում, չստուգեցի այս անգամ։ Էտա ձեր բանը, ձեր կրթությունը, ժողովուրդ ջան, եկել եք այստեղ խոսում եք կրթության, տգիտության մասին։ Եվ այս մասով ես ուզում եմ հատուկ ձեր համար հիշել մի շատ հետաքրքիր գիտական սկզբունքի մասին, էֆեկտի մասին, որը կոչվում է Դանինգի եւ Քրյուգերի էֆեկտ։ Այս էֆեկտը ինչի մասին է։ Պարզ ասած, ասում է, տգետները միշտ իրանց վրա վստահ են, իսկ խելոքները միշտ կասկածում են։ Խի, որովհետև խելոքը ինքը գիտի ինչ չգիտի։ Որովհետև որպեսզի դու իմանաս, որ ինչ որ հարցում դու տգետ ես, դու նախ եւ առաջ պիտի ունենաս որոշակի քանակությամբ խելք դա հասկանալու համար, իսկ այն որ տգետը չգիտի, նաեւ որ ինքը տգետ է, ինքը վստահ է։ Հիմա ժողովուրդ ջան, այդ որ դուք այդքան հատկապես ուրախացել եք, երբ որ վարչապետը խոսել է տգիտության մասին եւ այստեղ հրճվում եք, այս դուք Դանինգ Քրյուգերի էֆեկտի իրական շահառուներն եք, այս ձեր մասին է։ Այ որ դուք մի քիչ ժամանակ առ ժամանակ ձեր վրա կասկածեիք, դուք կլինեիք Դանինգ Քրյուգերի էֆեկտի այն մյուս կողմում։ Բայց քանի որ ձեր մտքով չի անցնում, որ ինչ որ բաներ կան, որ ձեր մտքով չի անցնում, դուք չգիտեք ձեր սեփական տգիտության մասին։ Եվ դա է ամենախորը տգիտությունը։ Այնպես որ ես խնդրում եմ գոնե դուք տգիտության մասին չխոսաք կամ դուք իհարկե սովորելու տեղ չունեք, որովհետև դուք ի սկզբանե կատարյալ եք։ Ինտերնետում մի հատ բան կա։ Մի հատ մեմ կար, ասես նկար է երկու մասի բաժանված, մի կողմում բանն է, Mercedes մեքենա է, մի կողմում Ժիգուլի եւ թվականներով, ասենք 1980 թվական Mercedes, հետո 1985 թվական Mercedes-ը մի քիչ ավելի լավն է, հետո 1990 թվական ավելի լավն է եւ այսպես շարունակ եւ գրված է աստիճան Mercedes-Benz աստիճանական կատարելագործում։ Մյուս կողմում Ժիգուլին է։ Եվ Ժիգուլին 1980-ին նույնն է, 1982-ին նույնն է, 1985-ին նույնն է եւ գրված է Ժիգուլի, ի սկզբանե կատարյալ։ Հիմա դուք ի սկզբանե կատարյալ Ժիգուլի եք, ժողովուրդ։ Այդ որ գալիս եք ստեղ բան եք անում այսպես հրճվում եք, որ մենք խոսում ենք, այո, մենք կարող ենք կանգնել եւ ասել, որ մենք ինչ որ բան չգիտենք, որովհետեւ մենք մեր չիմացությունը իմանալու համար անհրաժեշտ խելք ունենք։ Իսկ դուք այո, դուք կրթվելու այլ տեղ չունեք, որովհետեւ դուք ի սկզբանե կատարյալ Ժիգուլի եք։ Քաղաքական դինոզավր, որի մասին բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել ասելու, պարոն Խաչատրյան, հասկանում եմ ձեր հայացքը, որը չեք կարող որևէ բան ասել, հակադարձել, որովհետև ինքներդ էլ գիտեք, որ ես շատ ճիշտ եմ ասում։ Հարգելի, այնպես որ մի քիչ ինքնահայեցումը ձեզ չեր խանգարի, սիրելի գործընկերներ։ Քանի որ պարոն Ռուբինյանը եւ այսօր նաեւ քննարկվեց, եւ պարոն Մինասյանը գնաց էլի, ասում էր իրական Հայաստանը ողբի մասին է, դուք ողբ եք բերում, դուք բերում եք սա, դուք բերում եք նա եւ այլն եւ շարունակելով նաեւ դաշնակցության 100-ամյա պատմության
բանը, այսպես շարքը, ես կուզենամ ձեզ հիշեցնել մի քանի բանի մասին, հարգելի գործընկերներ։ Իհարկե պարոն Ռուբինյանը սկսեց, ես կշարունակեմ։ Ես սա իմ ձեռքում հայ հայտնի պատմաբան Լեոյի անցյալից գիրքն է։ Լեոն շատ լավատեղյակ հեղինակներից մեկն է, այդ թվում Դաշնակցության պատմության, Դաշնակցությունը ակնհայտորեն չի սիրում Լեոյին, հասկանալի պատճառով հիմա ավելի կհամոզվեք թե ինչու։ Եվ ահա Լեոյի գրքի էջերից մի հատված։ Ադանայի ջարդը այս ազգասեր Դաշնակցության մասին է։ Ադանայի ջարդը այնուամենայնիվ մազի չափ չվնասեց այն մտերիմիկ բարեկամական հարաբերություններին, որոնք գոյություն ունեին Դաշնակցության եւ երիտթուրքերի միջև։ Ամենից առաջ հիշատակելի է այն փաստը, որ Ադանայի արյունը այլևս դաշնակցականների ձեռքը չտվեց դիվանագիտական մուրացկանի ցուպը եւ չուղարկեց նրանց Լոնդոնի, Փարիզի կառավարիչների դռները ծեծելու։ Դժվարություններ ստեղծել երիտթուրքերի կառավարության դեմ Դաշնակցությունը չէր ուզում։ Ավելի արտոնված, ավելի տիրապետող դիրք գրավելու համար նա նույնիսկ պաշտոնապես գրավոր կերպով դաշինք կնքեց երիտթուրքերի կուսակցության հետ եւ առուծախի առարկա դարձրեց նույնիսկ Ադանայի արյունը։ Ստանալով երիտթուրքերից խոստում, թե առաջիկա պարլամենտական ընտրություններին դաշնակցականներին կտրվի 20 տեղ, այդ հայ հեղափոխական կուսակցությունը ստորագրում է դաշնակցային պայմանագրի այն հոդվածն էլ, որում ասում էր, թե Ադանայի արյունահեղությունը պիտի մոռացության մատնվի։ Հիմա հարգելի գործընկերներ, եկել եք եւ ասում եք այստեղ, որ մեզ մեղադրում եք տարատեսակ դժբախտությունների մեջ, ձեզ ներկայացնում եք որպես հայ ժողովրդի փրկիչներ, սա է ձեր պատմությունը։ Սա է ձեր պատմությունը։ Սա ձեր ժառանգությունն է։ Տիկին Գյուրեղյան, խնդրում եմ, մի խանգարեք Տիկին Գյուրեղյան։ Ես հասկանում եմ, որ ձեզ հաճելի չէ ինչ որ ասում եմ։ Ես հասկանում եմ, որ ձեզ հաճելի չի, իդեպ դուք էլ եք խոսում այդ տգիտության թեմայով եւ այլն, եւ ես չկարողացա չհիշել, որ դուք լինելով համասանի դասախոս հայտարարեցիք, որ երբ որ Բագրատը մտավ Վանաձոր, անձրևը կտրվեց եւ օդերևութաբանական եւ ֆիզիկայի բոլոր օրենքները գլխիվայր շրջվեցին։ Հետո էլ դրանից եւ նաեւ չկարողացա չհիշել վերջերս մի վերնագիր կարդացի, որ Արմենիու Կիրաղյանը կրթական կենտրոններից մեկում դասախոսություն էր կարդացել արհեստական բանականության մասին եւ մտածեցի բնական բանականությունը հորով մորով արել, հիմա անցել է արհեստական բանականությանը Տիկին Գյուրեղյանը։ Դրա համար էլ այստեղ գալիս եք եւ խոսում եք վարչապետի ասած իմացության, տգիտության մասին։ Ես խնդրում եմ, մի քիչ համեստ եղեք։ Տիկին Գյուրեղյան եւ մյուս գործընկեր Տիկին Գալստյանը գնաց գոնե գիտելիքի, տգիտության, իմացության, դրա պակասի մասին մի քիչ զգուշորեն խոսեք։ Տարբեր բաների եւ մեկ էլ ազգասիրության մասին, որովհետեւ այս Լեոյի գիրքը սեղանից դրած է, հենց որ ու էլի գրքեր կան։ Վերցնելու եմ գամ եւ այս հատուկ բան եմ ստեղծելու մի հատ ժանր եմ ստեղծելու Դաշնակցության պատմության մասին եւ ձեր դուրն էլ հաստատ կգա, հարգելի գործընկերներ։ Թալանի մասին։ Ես միայն մի թիվ ասեմ, պարոն Խաչատրյան, նոր էլի խոսում եք Թալանի վերաբերյալ, միայն էլի ձեր սիրելի, ձեր վարչապետ Հովիկ Աբրահամյան, ձեր ղեկավար Ռոբերտ Քոչարյան, մյուսների եւ ապօրինի գույքի բռնագազման օրենքի մասով մենակ այս պահին կա ուրեմն դատախազության կողմից ուրեմն արկա 147 հայցադիմում, որով պահանջվում է 1496 անշարժ գույք, 288 ավտոմեքենա, 391 իրավաբանական անձու մասնակցություն եւ întանուր հայցագինը այս հայցերի 608 միլիարդ դրամ է։ 608 միլիարդ դրամը ինչքան է, մոտ 1.5 միլիարդ դոլար, չէ՞ երևի, մի քիչ կամ մի քիչ շատ, նայած, հա, սա դեռ այս պահին եղած հայցադիմումի մասին է, պարոն Խաչատրյան, սա դեռ եղած հայցադիմումի։ Կամ ասում եք բան, ասում եք դուք Գյումրիում պարտվեցիք։ Ժորժ ջան, ով էլ խոսա հաղթանակից ու պարտությունից, գոնե դուք մի խոսացեք, բա դուք ուր էիք Գյումրիում։ Դուք որպես Դաշնակցություն կամ Հայաստան խմբակցություն կամ Հայաստան Դաշինք կամ Էմյուսը ուր էիք ձեր դեմքով որպես քաղաքական երկու ընդդիմադիր խմբակցություններ եւ քաղաքական ուժեր։ Դուք քաղաքական ասելիք չունեք, բա դուք քաղաքական հայտ չեք ներկայացնում, թե ամաչել եք ձեր դեմքով ներկայանալ, որովհետեւ գիտեք, որ շրիշակից ցածր է ձեր ռեյտինգը, մարդիկ ձեզ ձեն չեն տալու, դրա համար տարբեր դեմքերով, տարբեր բաներով փորձում եք այնտեղ Գյումրիում ռեինկարնացիա ապահովել, որոնք Հիմա սիրելի գործընկերներ, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ արձանագրել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Հայաստանի տարբեր քաղաքներում
հաղթում է ընտրություններին եւ տարբեր քաղաքներում պարտվում է ընտրություններին։ Եվ սա քաղաքական գործընթաց է, որովհետեւ քաղաքացիական պայմանագիրը քաղաքական կուսակցություն է։ Լավ, բա դուք ինչ եք։ Բա դուք ինչ եք։ Բա գնացեք դուք էլ մասնակցեք։ Միտեղ հաղթեք, միտեղ պարտվեք, միտեղ հետևություններ արեք, միտեղ նայեք, ասեք, լավ, բայց այս ինչ է, մենք այս ինչը սխալ արեցինք, բայց դուք դա չեք կարող անել, որովհետեւ դուք ի սկզբանե արդեն կատարյալ Ժիգուլի եք։ Շնորհակալ